Կան գրքեր, որոնց մասին այնքան շատ եմ խոսում, որ երբեմն թվում է, թե արդեն ասել եմ ամեն ինչ։ Չինացի ֆանտաստ Լյու Ցիսինի հայտնի եռագրությունը «Ի հիշատակ երկրի անցյալի ցիկլը» դրանցից մեկն է։ Ինչպես ասացի, խոսքը եռագրության մասին է, որը կազմված է 3 մարմնի խնդիրը, մութ անտառ և մահվան հավերժ կյանքը գրքերից։ Հաճախ որպես ողջ ցիկլի անվանում օգտագործվում է առաջին գրքի անունը՝ 3 մարմնի խնդիրը։ Սրան հատկապես նպաստեց նաև 2024-ին Netflix-ով լույս տեսած համանուն սերիալը, որը էլ ավելի թեժացրեց հետաքրքրությունն այս ստեղծագործության նկատմամբ։ Լյու Ցիսինի 3 մարմնի խնդիրը ժամանակակից գիտական ֆանտաստիկայի ամենամասշտաբային ու ամենամոնումենտալ ստեղծագործություններից մեկն է։ Երիտասարդ կին գիտնականը 60-ական թվականներին չինական գաղտնի ռադիոկայանից հաղորդագրություն էր ուղարկել դեպի մոտակա աստղային համակարգը՝ Կենտավրոսի Ալֆա, որտեղի բնակիչները, ստանալով հաղորդագրությունը, որոշում են գալ ու զավթել երկիր մոլորակը։ Ճանապարհը, սակայն, տևելու է մոտ 450 տարի, ու մարդկությունն ունի հենց այդքան ժամանակ սպասվող պատերազմին պատրաստվելու համար։ Ես հիմա, իհարկե, չեմ պատմի գրքի այսպես ասած միսը, չեմ ասի, թե ինչ մարտավարություն է ընտրելու մարդկությունը, ինչ մարտավարություն ունեն այն մոլորակայինները ու ինչ է լինելու վերջում։ Կասեմ միայն, որ այս գիրքն ու եռագրությունը ընդհանրապես ափսոս են, չափազանց ափսոս են չկարդալու համար, ու հայ ընթերցողը ևս պետք է հնարավորություն ունենա ի հիշատակ երկրի անցյալին կարդալու։ Մանավանդ, որ անպայման չէ թարգմանել գիրքը հենց չինարենից։ Շատ օտար լեզուներով գիրքը թարգմանվել է անգլերեն տարբերակից, որի թարգմանիչը, ի դեպ, չինական արմատներով ամերիկացի է, նույնպես ֆանտաստ գրող։